տեսաերեզի փորձաքննության արդյունքներն էին եւ նրանք ասում են հայտարարեցին, որ եթե կաթողիկոսը այդ ամենը ընթացք չի տալիս, ապա պահանջում են, որ նաեւ կաթողիկոսը այլևս չշարունակի կառավարել հայ առաքելական եկեղեցին։ Մենք այսօր կզրուցենք այդ եպիսկոպոսներից մեկի Մասյատոց թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Բարի երեկո։ Սրբազան շնորհակալություն հավաքել ընդունելու համար։ Ես ճիշտ եմ հասկանում իրադարձությունները։ Ստեղծվել է հանձնախումբ, որ պետք է քններ Արշակ Սրբազանի վարքը։ Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ բնույթի տեսանյութերի հարցը քննվել է։ Այո, հանձնաժողովը քննել է եւ գրավոր կարծիք է որոշում է ներկայացրել վեհապարին, առաջարկելով ժամանակավոր կասեցնել Արշակ Սրբազանի վարչական եւ եկեղեցական գործունեությունը, մինչեւ որ փորձաքննության արդյունքները կպարզեն դա ինքն է թե ոչ։ Եվ այդ ժամանակ եկել են նաև փորձաքննության արդյունքները։ Դրան հաջորդել է, ուրեմն այսպես ասեմ, այդ առաջարկը, որ ժամանակավոր կասեցրու, վեհապար ժամանակավոր կասեցրու, մինչև փորձաքննության արդյունքները կպարզեն եղելությունը, մերժվել է, ժամանակավորապես չի կասեցվել։ Հետո հանձնախմբի անդամները դիմել են քննչական կոմիտե եւ ստացել են փորձաքննության արդյունքները, որը ներկայացվել են վեհապարին եւ վեհապարը ասել է, որ դրանք ըստ էության իր համար կարևորություն չեն ներկայացնում։ Դուք խոսել եք այդ 10 եպիսկոպոսները անձամբ վեհապարը ասել եք վեհապար։ Մեզանից յուրաքանչյուրն, այո, այդ 10 եպիսկոպոսների մեջ միջից 3-ը հանձնախմբի անդամներ են, իսկ որոնք իհարկե ի պաշտոնե խոսել են արդեն, իբրև հանձնախմբի ներկայացուցիչներ վեհապարի հետ խոսել են ի պաշտոնե այդ թեմայով եւ այդ առաջարկը պնդել են։ Իսկ մեզանից մնացած 7-ս էլ այդ թեմայով խոսել ենք։ Ես գոնե մի քանի անգամ եմ խոսել, վստահ եմ մնացածներն էլ են խոսել, ես գիտեմ, որ խոսել են, բայց ես մի քանի անգամ խոսել այդ թեմայով եւ ասել եմ, որ հասարակության մեջ տարակուսանք կա, հոգեվոր դասը շփոթված է, որովհետեւ սա կանոնական խնդիր է եւ այդ կանոնական խնդրին պիտի լուծում տրվի։ Գոնե ժամանակավոր կասեցրեք։ Մենք դրա վրա ենք պնդել։ Բայց երբ որ քննչական կոմիտեի փորձագիտական արդյունքները նույնպես անտեսվեցին, դրան հաջորդեց մեր եպիսկոպոսներից արդեն հայտարարությունը։ Ինքը ինչ ասում, չէ՞ որ ակնհայտ դա մեղք մենակ չի, էլի, դա ոնց ասեմ, ինքնասիրություն ունեցող մարդը պետք է հրաժարական տա։ Ինքը ինչ արգումենտ է բերում, ոնց է պաշտպանում։ Դա անհատական զրույցների ժամանակ այլ արգումենտ է բերել, բայց ես կարող եմ ձեզ փոխանցել հանձնաժողովին տրված բացատրությունը, որ դա կարևորություն չի ներկայացնում իրենից, ես նոր հանձնախումբ կձևավորեմ, մենք կուղարկենք, չգիտեմ, Ամերիկա, եւ ես որքան գիտեմ, արդեն Ամերիկայից էլ պատասխան կա, որ այո, դա ինքն է։ Ես այդպես գիտեմ։ Չէ, ակնհայտ է, չէ՞ որ ինքն է։ Դե բաներ կա, որ նույնիսկ փորձաքննություն պետք չի, բայց փորձաքննություն, տեսեք, մենք արմատապես հարց չէինք դրել, մենք խնդրում էինք, բառից բուն իմաստով խնդրում էինք։ Ես վեհապարին ասել եմ, վեհապար, դա ձեզ դարձնում է խոցելի։ Ես Արշակ Սրբազանն եմ ասել եմ, ճիշտ կլինի ժամանակավոր կասեցվի քո գործունեությունը, մինչև ի հայտ կգա ճշմարտությունը։ Արշակ Սրբազանն էլ ասել է այո։ Բայց էս է։ Այսինքն մենք չենք կարողանում հասկանալ, որն է պատճառը, որ համապատասխան քայլերը չեն ձեռնարկվել։ Վերջիվերջո սա բամբասանք չէ, որևէ մեկի վերաբերյալ, որ նեղ շրջանակներում է հայտնի, սա կարելի է ասել, որ սկանդալային բնույթի իրադարձություն է։
եւ բոլորն են տեղյակ, հասկանում եք, սա այնպեսի նյութ չէ, որ կարելի է եւ այսպես եւ այնպես մեկնաբանել, սա իրողություն է եւ այս իրողության վերաբերյալ հայ եկեղեցին պիտի հստակ դիրքորոշում հայտնի, որովհետեւ մարդկանց մտքերը խռոված են։ Հասարակությունը վերջը մարդիկ գնում են եկեղեցի, երեխաների հետ են գնում, չգիտեմ։ Վստահ եմ, որ կաթողիկոսը շատ լավ հասկանում է, որ սա հարվածում է եւ եկեղեցուն եւ իրեն։ Մենք ասել ենք այդ ամենը։ Ինչու է պահում հենց այդ դեպքում։ Մենք չենք հարվածները ստանալու։ Մենք այդ հարցի պատասխանը չունենք։ Մենք երկար է, ես անձամբ երկար եմ մտածել, չեմ կարողացել հասկանալ պատճառը որն է։ Անբացատրելի։ Մանավանդ, որ սա մի իրողություն է, որը հայտնի է հանրությանը, աշխարհով մեկ, բոլորը գիտեն, թե Սփյուռքում, թե Հայաստանում այդ տեսանյութերի մասին։ Ով իմ հետ խոսել է եւ Հայաստանից եւ Սփյուռքից, բոլորն էլ ասում են պետք է քայլեր անի լեհափարը։ Այսինքն դա իրանց կապող ավելի լուրջ բան կա, քան հայ եկեղեցու։ Դե մեզ հայ եկեղեցու շահն է հենց հետաքրքիր, որ հայ եկեղեցին չհեղինակազրկվի։ Տեսեք, այս անցած ամիս ռուս եկեղեցու մետրոպոլիտներից մեկը պոկեր էր խաղացել եւ այդ նկարը հայտնվել էր համացանցում։ Վստահ եմ գիտեք, որ հրաժարական տվեց։ Չի ֆայմը, պետք է ասել ես չեմ։ Վեր, արշակը ոնց ասում։ Ես չեմ։ Դե երևի ասել է, բայց չնավատացել։ Այստեղ էլ չեն հավատում, բայց չէ, դե գիտեք, այսօր տեսնում եք, թե ոնց է շահարկվում այս թեման, հատկապես ընդդիմության կողմից, լրիվ քաղաքական երանգ է հաղորդում հարցին, բոլոր մեղքերի մեջ։ Այո, հարցին քաղաքական բնույթ են հաղորդում, բայց հարցը չունի քաղաքական ասպեկտ, հարցը ըստ էության կանոնական է։ Ինչ կապ ունի քաղաքականությունը այս հարցի հետ։ Էլի եմ ասում, սա այն չէ, որ ասեն, այս ինչ էպիսկոպոսը, այն ինչ էպիսկոպոսը կին ունի, երեխա ունի, լավ, դա բաներ կա, որ հայտնի է, չէ։ Գիտենք, մենք եւ դա եկեղեցու ներսում խնդիր է։ Եվ երկար տարիների, հարյուրամյակների խնդիր է, որը բարեկարգման կարոտ է։ Սա այդ հարցը չի, որ ընտանիք ունի։ Սա հասարակության համար անընդունելի, անհասկանալի եւ դատապարտելի երևույթ է։ Մենք գիտենք, եկեղեցում բարեկարգության կարոտ հարցեր կան եւ ցավ եմ ապրում, որ այդ բարեկարգությունը երկարում է։ Միտեղ շատ ավելի շուտ էր պետք զբաղվել այդ հարցերով։ Դուք հասկացաք։ Ոչ թե այսօր շահարկել։ Դուք հասկացաք, որ ոչ մի հետևանք չունենալու եւ գրեցիք այս նամակը։ Հա, որովհետեւ արդեն 2 ամիս կլինի այս խնդիրը կա, մենք հետևողականորեն ես անձամբ իբրև եկեղեցու եպիսկոպոս իմ պարտքն եմ համարել հատկապես հասկանալու, որ սա խոցելի է դարձնում ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետեւ բոլորը գիտեն այս երևույթի մասին։ Անհնար է դա թաքցնել։ Էլի եմ ասում, այս այն խոսակցությունը չի, որ չգիտեմ, այս ինչ մեկը անկում է ապրել, ինչ մեկը կին երեխա ունի, այս խոսակցությունը չի։ Սա մի երևույթ է, որի մասին բոլորը գիտեն, եւ սա հասկանում եք անպարկեշտ բնույթի տեսանյութերի մասին է։ Էլի եմ ասում, այն տպավորությունը չլինի, որ իրենք հիմա ինչ են անում, փորձում են համահարթեցնել, բա էս էլ կա, բա այն էլ կա, բա այն էլ կա։ Արդյունքում թիրախավորում են։ Այստեղ մեր նպատակը թիրախավորել չի եղել որևէ մեկին։ Մեր նպատակը կանխելն է եղել, որովհետև եթե մենք այս հարցին պատասխան չտվեցինք, նշանակում մենք շեղվել ենք։ Թերի մտածում եմ աղմուկը էլի կանցնի կգնա։ Բայց մեզ հարցեր են տալիս անդադ, ինչպես հիմա օրինակի համար դուք մարդկանց հետ շփվում եք, անցել գնացել է էսպես, չէ որ պատասխանի են սպասում։ Էլի եմ ասում, հասարակությունը գիտի, բոլորն էլ տեղյակ են այն խնդիրներից, որոնք բարեկարգության կարիք ունեն, եւ որքան շուտ այնքան լավ։ Պետք չի այս խնդիրներն ու սկանդալը նույնացնել, նույն հարթության վրա դնել, որ այսօր անում են ընդդիմության ներկայացուցիչները ու
մեր նախաձեռնությանը փորձում են այսպես քաղաքական երանգ հաղորդել։ Ինչ կապ ունի սա քաղաքականության հետ։ Դուք գնացիք եւ հանդիպեցիք Փաշինյանին։ Դա տեսեք, երկու խնդիր կա։ Մեր հայտարարություն տեղի է ունեցել Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութերի հարցով։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպանը, ապա այս հարցը արդեն գրեթե 2 ամիս քննարկման նյութ է մեզ մոտ։ Գիտենք բոլորս էլ եկեղեցի պետություն առճակատման մասին, կոնֆլիկտի մասին, որը գնալով ավելի խորանում է։ Ու հասկանում ենք սա եւ եկեղեցուն է հեղինակազերգում այս ամեն ինչը, եւ պետությանն է վնասում, եւ պետականությանը։ Վերջերս ամեն ինչը դիտում են, չէ՞։ Մենակ մեր հասարակությունը չի տեսնում, թե ինչ է կատարում, այլև կարելի ասել, որ ոչ թե կարելի ասել, վստահ ենք, որ բոլորն էլ եւ Սփյուռքում եւ արտերկրում տեսնում են ինչ է կատարում հայ եկեղեցու շուրջ եւ առհասարակ եկեղեցի պետություն հարաբերության մասով եւ այդ մտահոգությունը մենք ունեինք, որ պետք է երկխոսության նստել հասկանալու համար։ Այսինքն դու գնացել եք ոչ թե Արշակի հարցով, այլ մենք Արշակի հարցով չեն գնացել, տեսեք ոնց է եկեղեցի պետություն փոխհարաբերության, այո, այս ամեն ինչը կանգնեցնելու, իհարկե, այս ամեն ինչը կանգնեցնելու հարցը դեռևս ամիսներ առաջ արդեն մեր օրակարգում է։ Իսկ կաթողիկոսը ձեզ լիազորել էր։ Ոչ չէ լիազորել մեզ։ Չեք ասել, որ մենք գնում ենք Փաշինյանի։ Չէ, տեսեք ոնց է եղել։ Ուրեմն այս խնդիրը, այս կոնֆլիկտը եկեղեցի պետություն արդեն երկար ժամանակ մեր ժողովների քննարկման առարկան է եւ շատ հաճախ են մեր ժողովները վերջի շրջանում, հատկապես վերջի 6 ամսվա ընթացքում բազում ժողովներ են կարել գրեթե ամեն շաբաթ, եւ օրակարգային հիմնական հարցերից մեկը այս արճակատումն է եկեղեցի պետություն։ Հիմա վստահաբար առողջ բանականությունը հակված է, որ այս արճակատումը 1 օր առաջ կանգնի, որովհետև սա բնավ չի բխում մեր ազգային շահերից։ Եվ մեզանից շատերը, մեծամասնությունը կողմ է եղել, որ նստենք սեղանի շուրջ հասկանալու համար, որն է խնդրի էությունը, ինչու են իշխանությունները այս վերաբերմունքը որդեգրել եկեղեցու բարձրագույն իշխանության հանդեպ, հատկապես կաթողիկոսի եւ որոշ անձերի, հատկապես եւ այս ամեն ինչի արդյունքում անկախ նրանից, որ օղակը սեղմվում է կոնկրետ որոշ անձերի շուրջ, եկեղեցին է հեղինակազերգում, այսինքն մենք դրանից բնավ հաճույք չենք ստանում, կապ չունի ում է վերաբերում նյութը, Արշակ Սրբազանին, ինձ թե մեկ ուրիշի, դրանից եկեղեցին չի շահելու, իսկ եկեղեցին այդ միայն հոգևոր դասը չի, հավատացյալ ժողովուրդն է, մեր ողջ հանրությունն է վերջի վերջո մաս կազմում այս իրադարձությունների, եւ մենք կողմ ենք, որ խոսենք, հասկանանք ինչն է պատճառը, եւ նաեւ մեր սրբազաններից մեկի միջոցով իմացանք, որ վարչապետը պատրաստ է ընդունելու եպիսկոպոսների մի խումբ, 5 հոգու, այդ առաջարկը ներկայացվեց կաթողիկոսին։ Այո, ներկայացվեց սրբազաններից մեկի կողմից, որ գնանք հասկանանք, ինչու է խնդիրը, եւ մենք նույնիսկ հրապարին ասացինք դուք ընտրեք եպիսկոպոսներին, ովքեր կբանակցեն հասկանալու համար, գոնե սկզբի համար, որ կանգ առնի։ Խոսան։ Հա, կանգ առնի այս ամեն ինչը, որովհետեւ անբնական, անառողջ բան է։ Չհամաձայնվեց, ասես որ Խաչակ Սրբազանը Վատիկանում իսատ զրույց է ունեցել վարչապետի հետ եւ ճիշտ կլինի, որ ինքը գնա այդ զրույցը շարունակի։ Այսպես նորից մտավ փակուղի։ Ուրեմն այս 2 ամսվա ընթացքում բազմիցս այդ հարցը քննարկվել է։ Ես անհատապես նույնպես մի քանի անգամ, մի շարք անգամներ ասել եմ, այսպես չենք կարող։ Գնում ենք կործանման։ Եկեղեցին հաշմանդամ է դառնում, որովհետեւ անհատներ են այս ամեն ինչի արդյունքում ոչնչանում։ Բարոյապես, տարբեր ձևերով, հոգեբանորեն, չկար ոչ մի այնպիսի փաստարկ,
որ մեզ կբացատրեր, թե ինչու չգնանք երկխոսության։ Ոչ թե չգնանք, ինքն էլ էր ասում ես կողմ եմ երկխոսության, բայց ասում էր չէ, թող խաժակը գնա։ Ես այդ չեմ հասկացել։ Ինչ պիտի փոխվի, խաժակներ գնում, թե 5 եպիսկոպոս։ Կարող ես չի վստահում։ Ես չեմ ասել թողեք ես գնամ, ասել եմ դուք ընտրեկումը կուզեք, թող նրանք էլ գնա։ Եվ ինքը ասում էր ինչի շուրջ պիտի բանակցեք, ես ասում եի գոնե որ կանգ առնի։ Փակուղային էր։ Եվ երբ որ մենք մեր հայտարարությունը արեցինք, այդ հայտարարությանը հետևեց վարչապետի հրավերը։ Այսինքն մենք երկու խնդիր ունենք։ Մեկը այս հարցն էր, որը առաջացել էր եկեղեցի պետությունից լարվածության կոնտեքստում, այդ ժամանակի հայտ եկավ այս տեսանյութերը, իհայտ եկան, մյուսն էլ երկխոսության հարցն էր։ Բա մենք չիմանանք, պատճառը որն է, որ ամենայն հայոց կաթոլիկոսին դիմում են անուն ազգանունով։ Չհարցնենք, չհասկանանք, ինչու այդպիսի վերաբերմունք եկեղեցու հանդեպ։ Այդպես։ Հիմա կապել մեկը մյուսի հետ ես ճիշտ չեմ համարում։ Եք ընդդիմության թիրախը։ Դուք դավաճաններ եք, ասում են, որ ձեզ ստիպել են, կոմպրոմատներ են ձեզ դեմ տվել, իսկ ընդհանրապես Արշակ Սրբազանը ասում է, որ դուք դավաճանել եք ձեր ապրած կյանքը եւ վեհապարին։ Ես տեսեք Արշակ Սրբազանի այդ հայտարարության ի պատասխան արդեն հայտարարություն արել եմ, չեմ ուզում կրկնել նորից, անկեղծ ասած չեմ էլ ուզում իրեն չեմ էլ ուզում թիրախավորեմ իրեն։ Ես հասկանում եմ իր վիճակը հոգեբանորեն ծանր է, Աստված վկա, ես չեմ ուզում անկախ ամեն ինչից չեմ ուզում իր ապրումները ես ավելի ծանրացնեմ, բայց ես իր հետ էլ եմ խոսել, իրեն ասել եմ ճիշտ կլինի, որ արժանապես կասեցվի քո գործունեությունը։ Ինքը ասել է այո, ես էլ եմ համաձայն, բայց ես չեմ հասկացել թե ինչ է կատարվում։ Հա, ես իր այդ ասածին պատասխանել եմ, իսկ ինչ վերաբերում է մեր դավաճան լինելուն, այո, եթե հայ եկեղեցու շահին ծառայել մեր պետական շահից չշեղվելը համարվում է դավաճանություն, հա, ապա այո դավաճան ենք։ Կոմպրոմատներ են ձեզ դեմ տվել։ Ձեր կա կոմպրոմատ ձեր վրա։ Ում կողմից։ Չգիտեմ, իշխանության դե։ Չէ, ես իշխանությունները ինձ երբեք ախր ոնց ասեմ։ Անկեղծ ասած իմ համար այդ ամեն ինչը ծիծաղալու է։ Բացարձակ այդպիսի բան չի եղել։ Ես իշխանությունների հետ այդպես շփում էլ չեմ ունեցել, ճիշտն ասած։ Ինչ ճանաչողները կփաստեն, գիտեն, ես ինչ շրջանակի հետ եմ շփվել, բայց ես մի բան կուզեմ նշել, որ իշխանությունների կողմից մարզային գոնե ես վատ բան չեմ տեսել, դրական է եղել իմ հանդեպ միշտ։ Ես ուզում ուղղակի այսպես շատ հստակ ասել, որ իշխանությունների կողմից որևէ այդ տեսակ բան չի ներկայացել, ու դրա վկան Աստված է, այսպես ասեմ, կուզեն հավատան, կուզեն չհավատան, ով հակված է հավատալ, թող հավատա, ով չէ։ Իսկ կոմպրոմատների պատերազմ, այո, Մայր Աթորի կողմից գեներացում է, ընդդեմ է 10 հոգու։ Այո, ինչ արվում է այսօր, դա արվում է Մայր Աթորի կողմից տրամադրված բամբասանքների, չգիտեմ։ Այսինքն Մայր Աթորն է ստիպում պատվեր տալիս ընդդիմադիր մամուլին, որ ձեր Եվ ոչ միայն, ես կասեի նաև ֆեյքերի հսկա բանակ է աշխատում։ Բայց Մայր Աթորի համար։ Այդպես է ստացվում, բա ով են դրանք։ Մենք ստուգել ենք տվել։ Ովքեր են սրանք, որ մեզ հայհոյում են։ Ասում են ֆեյք է։ Ես անձամբ հենց երեկ եմ մեր սրբազաններից մեկը խնդրեց ստուգեմ, այս ինչը ով է։ Խնդրեց որ ստուգել տանք։ Ստուգել տվեցինք։ Ասացին, որ դա ֆեյք է։ Ու հսկա բանակ։ Ձեզ թվում է լրագրողներին շատ հետաքրքիր է, հա, չգիտեին, հա, եկեղեցու ներսում
իրավիճակը ինչպիսին է։ Սրբազան նաև ձեզ ասում են, որ այդ դուք վատ եկեղեցականներ եք։ Հələ այս մեկը իսի էնի, բա դուք ո՞նց եք եկեղեցի վերանորոգելու։ Ո՞նց եք նորոգելու։ Մենք տեսեք, այստեղ մեր արժեվ այդպեսի խնդիր չի դրած եկեղեցին վերանորոգելու, բայց ցանկացած գիտակից բարձրաստիճան հոգևորական վստահ եմ հասկանում է, որ եկեղեցին միշտ պիտի վերանորոգության ընթացքի մեջ լինի, միշտ այդ վերանորոգության բական բարենորոգության խնդիրը այնպես չի, որ պայմանավորված է հենց կոնկրետ ժամանակով։ Տարբեր ժամանակներում տարբեր խնդիրների հայտ կգան, որովհետև ժամանակը փոխվում է, փոփոխական է եւ բարենորոգությունները միշտ բարենորոգությունների կարիք միշտ կզգացվի եւ երբ որ նայում ենք եկեղեցու պատմության տեսնում ենք որ եկեղեցին անընդհատ ժամանակի հետ բարենորոգվել է, որովհետեւ ժամանակները փոխվել են եւ որոշ բաներ բարենորոգվել են եկեղեցու կյանքում։ Հենց մեկը միայն եկեղեցական կանոնները, եթե նայենք, տեսնում ենք, որ կանոնները ժամանակի ընթացքում զարգացել են եւ դա բնական է, որովհետեւ եկեղեցին ինքը նույնպես ապրող օրգանիզմ է։ Այստեղ մեր առաջ սակայն այս տվյալ պահին այդ խնդիրը չի դրած բարենորոգել։ Դա Աստված, որ բարենորոգումը մի գեղեցիկ օր, իհարկե ոչ շատ հեռու ապագայում սկսվի հայ եկեղեցում, բայց մեր առջև խնդիր է դրված, որ այս հարցը լուծվեր, այս տեսանյութերի հարցը, որովհետև դա մեծ հուզում է առաջացրել հասարակության մեջ։ Եվ մեր համար անհասկանալի է վերաբերմունքը, որովհետև կա հստակ մոտեցում եկեղեցական կանոններով այդ հարցի նկատմամբ, կա հստակ մոտեցում։ Ու չի եղել այնպես, որ մենք նախադեպ ենք ունեցել եկեղեցու պատմության մեջ, որ այդ հարցի վերաբերյալ եկեղեցական կանոնների առաջարկած մոտեցումներից շեղվել են։ Այսինքն սա զրկումը ողջ այդ համակարգը։ Իհարկե, միշտ այդ կանոնը, այդ երևույթին վերաբերող կանոնները միշտ համապատասխան հետևանքներ են ենթադրել։ Միշտ։ Հա, բայց շատերը ասում են հիմա ձեզ կներեք, ձեզանից շատերն էլ ունեն կին, երեխա, շատ լավ, դա տարածված է ձեր մեջ հիմա ինչ հասարակություն, լավ, շատ լավ։ Կա այդ խնդիրը, ես հենց սկզբից ասացի, այդ խնդիրը կա, որը պետք է բարեկարգվի, այնպես չի, եկեղեցու կաթողիկոսները չեն իմացել եւ դա նոր չի։ Այդ խնդիրը նոր չի, հին է, բավական հին խնդիր է, որը պետք է բարեկարգել։ Թող բարեկարգեն։ Ես այդ մասին շատ երկար ժամանակ եմ խոսել կուսակրոնության մասին, որ կուսակրոնությունը եկեղեցական կուսակրոնություն նկատի ունեմ։ Գիտեք, կա վանականություն եւ եկեղեցական կուսակրոնություն, որ եկեղեցական կուսակրոնությունը պետք է բարեկարգվի։ Ինչպես հնում է եղել մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը եւ ամուսնացածները իրավունք ունեն եպիսկոպոս դառնալ եւ վանականներից կարող էին բարձրանալ եպիսկոպոսության աստիճանի։ Սա մեր հին ավանդույթն է եղել։ Մենք պետք է պայմանները վերանայենք ծառայության մեր։ Ես շատ եմ խոսել այդ թեմայով։ Ինչ ճանաչողները գիտեն, որ 20 տարի ասում են, որ համար առաջի բարեկարգության խնդիրը կուսակրոնության խնդիրն է։ Մենք ինչու չի փոխվում։ Ինչու պիտի վերանայվի, այո, որովհետև այո, պիտի վերանայվի։ Մենք պիտի ավելի թափանցիկ լինենք։ Ես տեսա նաև, որ վանականներն են ձեզ քննադատում։ Վանականներ։ Ու նկատի ունեմ ավելի ցածր։ Ով քահանաները, հա։ Մի աբեղամ ես քննադատում է Դավաճանը անվանել հավանաբար իր նվիրումն է այդպիսով վեապարի հանդեպ փորձում արտահայտել, բայց էլի հակականական է, դա աբեղայի գործը չի եպիսկոպոսներին քննադատել, մանավանդ որ կա հայտարարություն արված, հայտարարությունը բովանդակություն ունի, պետք է նայել բովանդակությանը, պետք չի շրջանցել իրողությունը։ Դες քննադատողները ամեն ինչից խոսում են, բացի բուն գործից։ Այո, որովհետև դա կարևոր չէ։ Իսկ ամենահետաքրքիրը որ ընդդիմությունն է մտել այս թեմայի մեջ։ Ինչ կապ ունի ընդդիմությունը այս հարցերի հետ։ Լավ կներեք, եթե ընդդիմությանը այդքան հետաքրքիր էր ով կին երեխա ունի, բա մինչև ինչու այդ հարցերով չեն զբաղվում, եթե այդքան նախանձախնդիր էին։ Դե երբ քաղաքականացվում, իրանք ասում են, որ իշխանությունը ինչով է զբաղվում։ Թողենք, բայց իրանք ասում են իշխանությունը իրավունք չունի խառնվել։ Հիմա իրանք խառնվում են եւ պահանջում են
Հիմա իրենք մեր շահարկում են մեր հայտարարությունը կանոնական դաշտում է։ Լրիվ կանոնական դաշտում է, ինչ կապ ունի, մենք իրենց օրակարգի հետ ինչ կապ ունենք, կամ իրենք մեր օրակարգի մեջ ինչ են մտնում։ Կամ ինչու են մեր օրակարգը կապում իշխանության հետ, ինչ կապ կա։ Այսինքն ես չեմ հասկանում Արշակ Սրբազանը մենք եւ տեսանյութերը ինչ կապ ունի սա կուսակցական, իշխանական պայքարի հետ։ Ինչ ես չեմ կարողանում հասկանալ։ Դա հարվածում է կաթողիկոսին, իսկ կաթողիկոս իրենց քաղաքական Սա մեր եկեղեցական հարց է։ Կաթողիկոս իրենց քաղաքական գործընկերն է։ Ուրեմն սա ըստ էության ներ եկեղեցական կանոնական հարց է, այստեղ ոչ իշխանությունը պիտի մտնի, ոչ ընդդիմությունը։ Սա կանոնական հարց է։ Էսի եպիսկոպոսների լուծելու հարցն է։ Շատ է, ոնց պատահեց, որ Տեր Արամին այդքան արագ վճիռ եղավ հանձնաժողովի կողմից եւ կարգալուծացին։ Ստեղ դժվար ասել, որ Տեր Արամը ավելի մեծ մեղք էր գործել, քան Արշակ Սրբազանը։ Ես այդ հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ, բոլորը անդրադարձել եմ եւ բոլորը գիտեն դեմ եմ եղել, որովհետեւ այդ հարցը պիտի նայել այս կոնտեքստի մեջ։ Այսինքն դուք ի սկզբանե դեմ եք եղել, որ ես դեմ եմ եղել արագ վճիռ կայացնելուն Տեր Արամի հարցով։ Դեմ եմ եղել, որովհետեւ ես այդ խնդիրը դիտել եմ այս եկեղեցի պետություն լարվածության մեջ։ Ես դեմ եմ եղել այդ լարվածությունը խորացնելուն եւ իրենց էլ եմ ասել։ Պետք չի լարված, ես նույնիսկ առաջարկել եմ, եկեք մի հարթակ ստեղծենք, որը կվերաբերվի եկեղեցու բարեկարգությանը եւ առհասարակ մեր հոգեվորականներին հուզող խնդիրներին եւ հրավիրենք Տեր Արամին թող գա իր մտահոգությունները, որ Facebook-ով բարձրաձայնել էր, հայտնի այնտեղ գա մաս դառնա այդ մարմնի։ Վերջը մենք մի օր պիտի բարեկարգությամբ զբաղվենք, չէ՞։ Եկեք հես մարդը մտահոգություններ է հայտնել։ Հիմա թե ինչն է ազդել, ես չգիտեմ։ Այդ կոնֆլիկտով էր պայմանավորված, թե ուրիշ բանով էր պայմանավորված, ես չգիտեմ, թե անձնական մոտեցումով էր պայմանավորված, չգիտեմ։ Վիրավորանքը էս այնը, ես չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել դա։ Ամեն դեպքում բարձրաձայնել է խնդիրներ։ Եկեք լսենք, եկեք հարթակ ստեղծենք ու մյուսներին էլ ովքեր որ խնդիրներ են տեսնում, հրավիրենք թող արտահայտվեն։ Իմաստ չունի այս պահին, որովհետև իրավիճակը լարված է եկեղեցի պետություն հարաբերության մեջ եւ իմաստ չունի այս պահին ավելի լարել։ Ես այդ հարցը այդ կոնտեքստում եմ տեսել, Տեր Արամի հարցը։ Դուք կողմ եք, որ եկեղեցին մտնի քաղաքականություն եւ Սրբազանը սուրբ շարժում սկսի գա Երևան իշխանություն։ Ես բացարձակ դեմ եմ եղել եւ իմ հետ դեմ են եղել 20 այլ եպիսկոպոսներ։ Բայց ես եմ իրենց հետ դեմ եղել, այնպես մատուցվեց, որ բոլորը կողմ են եղել, վերապար օրնել է։ Ես ինձ շտկեմ, ասեցի իմ հետ դեմ են եղել։ Ես եմ իրենց հետ դեմ եղել, եպիսկոպոսների հետ դեմ եմ եղել։ 24 եպիսկոպոս եմ մասնակցել ժողովին, երբ որ քննարկվել այդ հարցը եւ 24-ից 20-ը դեմ են եղել, որ Բագրատ Սրբազանը քաղաքական շարժում սկսի։ Ասեմ, եւ մենք վեհապարինել ենք, որովհետեւ դա հակականոնական է, հակականոնական։ Բայց նա սարեցվեց։ Այո, սարեցվեց, բայց դա հարցը չլուծեց, մարդը զգեստով ներկայացավ իբրև առաջնորդ դուք լավ եք հիշում եւ շատ-շատերը նկատի ունենալով, հասկանալով կամ նույնացնելով հայ եկեղեցու հետ ամեն ինչը, ես էլ եմ ասել, նույնացնելով հայ եկեղեցու հետ գնացին միացան կամ հույսեր ունեին, չգիտեմ, կարող շատ ազնիվ են միգուցե եղել նրանց հույսերը, ես չգիտեմ, բայց որ եկեղեցականը չպետք է այդպիսի բան աներ, դա միանշանակ փաստվում է եկեղեցու կանոններով։ Այսինքն 24 եպիսկոպոսից 20-ը դեմ են։ 20-ը դեմ է եղել։ Բա կաթողիկոսը ինչ է։ Եվ ես վեհապարինել եմ ասել, հա ես կներեք, ես էլ ասեմ, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Բագրատ Սրբազանին պետք չէ նույնացնել հայ եկեղեցու հետ, դա անհատական շարժում է, բայց ես էլ հասկացա, որ իմ ասածին էլ չհավատացին։ Հետո ես հասկացա, այո, ինչքան էլ ես ասեմ, այդպես չի, ամեն դեպքում զգեստով է եւ ներկայանում է իբրև եկեղեցական,
ինչքան ուզում ենք ասենք սառը Սրի Լանկա, միևնույն է դա չաշխատեց։ Այսինքն մենք ձեր կտանք ասելու, որ նա սառեցվել է, բայց քանի զգեստով էր ասոցացում էր հայ եկեղեցու հետ։ Եվ շատերին երևի դեպի այդ շարժումը գրավեց նաև այդ հանգամանքը, որովհետև շատերն էին հարցնում, որ եկեղեցին է թե չէ, ես ասում եմ չէ, եկեղեցին չէ։ Հետո հիշում եմ, որ ոմանք հայտարարություններ արեցին, սատարող եպիսկոպոսներ, ես չեմ արել սատարող հայտարարություն, որովհետև դեմ եմ եղել եկեղեցու քաղաքականացման, իսկ դա քաղաքական գործընթաց էր, պետք չէր։ Դա մեր առաքելության մաս չի կազմում, առավել ևս, երբ որ Բագրատ Սրբազանը Հայաստանի քաղաքացի չի, առավել ևս նա Կանադայի քաղաքացի էր, եւ երբ որ հարց տվեցինք, թե այդ դեպքում ինչպես է առաջադրվելու, ասեց ես ժողովրդի միջոցով ճնշում կգործադրվի, չգիտեմ, օրենք կփոխվի։ Ես դա անկեղծ եմ ասում, ցավում եմ իր համար, բայց դա արկածախնդրությունից ավել չէ։ Դա արկածախնդրություն է, ու սա հայ եկեղեցու հեղինակության է վերաբերում։ Մասնարով վեհափառի օրհնակն է ստացվում։ Ինչ ասեմ։ Ինչ ասեմ։ Չգիտեմ, այո, հայտարարում էր։ Չեմ կարող մեկնաբանել, ցավում եմ, որ մենք այս 5 տարիների ընթացքում, որ այնքան ենք քաղաքականացել, որ հիմա կանոնական հարց ենք բարձրացնում ու դրա վերաբերյալ ոչ թե աստվածաբաններն են արտահայտում, այլ քաղաքական գործիչներ, ել չեմ ասում, որ ընդդիմադիր մամուլը ուղղակի հետապնդում է։ Մեզ խնդրեմ թող հետապնդեն, այսինքն եթե մտածում են, որ մենք պիտի հետ կանգնենք եկեղեցու կարգը, կանոնը պաշտպանելու մեր իրավունքից չարաչար սխալվում են։ Ինչքան կուզեն թող մեզ քննեն։ Պետք է դուրս գա քաղաքականությունից։ Միանշանակ եկեղեցին հիմա եկեղեցին քաղաքականության մեջ է։ Ինչպես է բնորոշում այս ամեն ինչը։ Այսինքն վերջի անգամ այդ ցույցի մասնակցությունը ինչպես է բնորոշում։ Սամվել Կարապետյանի։ Ասեք, եթե դրանց առաջ ես եմ ելույթ ունեցել, ինչպես կբնորոշեք։ Ինձ են ասել, որ ելույթ ունեմ, եթե չէ, երկրորդ անգամ երբ որ ինձ ասեցի, դա կլինի իմ ինքնաոչնչացումը։ Ես ուղղակի ամոթահար։ Ձեզ ասում են գնացեք ցույցի եւ ելույթ ունեցեք։ Բայց ես ինքնագլուխ չէի գնացել ելույթ ունենում։ Ո՞վ ասում։ Այսինքն ես Սամվել Կարապետյանին չեմ ճանաչել։ Շատ ուրախ եմ մեր եկեղեցու բարերարն, Աստված օրհնի իրեն, թող շուտապույտ ազատվի բանտից, բայց ես ճանաչել եմ։ Ես իբրև եկեղեցու բարերար եմ ճանաչում։ Ես անձամբ չեմ ճանաչել։ Դուք մտածում եք ես իմ նախաձեռնությամբ բարձրացա վերև ելույթ ունեցա։ Տեսեք, մենք համայնքներում չենք ընկալվում։ Երբ որ մենք գնում ենք ցույցին ելույթ ենք ունենում, որովհետև համայնքներում մարդիկ տարբեր տեսակետներ ունեն քաղաքական։ Եվ դուք գիտեք, օրինակ, Ամերիկայում անքաղաքավարի համարվող հարցերից մեկը, երբ որ մարդուն իր քաղաքական հայացքների մասին է հասնում, չէ՞։ Հիմա ես առավել ևս լինելով հոգևորական չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ հարում եմ այս կամ այն թևին։ Էլի եմ ասում, երբ որ ես ցույց եմ տալիս այս կողմում թե այն կողմում, մյուս կողմը ինձանից վանվում է։ Դե տրամաբանական։ Այո, վանվում է, որովհետև ասում է Սրբազանը բան է, չգիտեմ, այս թևից է, իշխանական է, ընդդիմություն է։ Ես չեմ, այսինքն այդ դեպքում ես ինձ լիարժեք այդ հոգևորական չեմ զգում, երբ որ ինձ կապում են այս կամ այն թևի, ես պատրաստ եմ բոլորի հետ ընկերություն անել, բոլորին ծառայել իմ կարողությունների չափով, անկախ իրենց հայացքներից, բայց չեմ կարող ես նույնականացվել կամ ասոցացվել, որովհետև չեմ անգամ էլ ասա գնացեք Սամվել Կարապետյանի։ Ես հրաժարվել եմ, այո, հրաժարվել եմ, ասել եմ, որ ես չեմ կարող քաղաքականանալ, որովհետև ես արդեն ինձ երջանիկ չէի զգում այդ առաջի ցույցին ելույթ ունենալուց, իդեպ որին հաջորդեց իմ դեմ մի քանի հոդվածների պատվեր, հա, ես շատ եմ ասել, իրենց եմ ասել ու այդ պատվերը մայրաթորից էր, էլի եմ ասել ու ասելու եմ, որովհետև դա ազնիվ չէր, հիմա կմտածեն ես դրանից շատ վիրավորվել եմ։ Գնացեք եւ դուք գնացել եք ինչ են ձեր դեմ։ Ես չգիտեմ, պատվերով։ Ես ինչ իմանամ, իրենց պիտի հարցնեք, ինչի։ Իրենց որ ասում են մենք չենք։ Մենք չենք։ Բա ով է լավ։
Այսինքն ով է լավ, ով է դուք չեք։ Դուք չեք դե հայտարարեք կներեք, 1000 անգամ կներեք։ Դուք չեք, այդ դեպքում դատապարտեք իմ դեմ գրված հոդվածներ, ասեք մենք չենք կիսում։ Ինձ մեղադրել էին Բագրատ եւ Միքայել Սրբազաններին ուրանալու մեջ, որ վերևում իրենց անունները չէի հիշատակել։ Այդ դեպքում ձեր տեղեկատվական համակարգից թող խոսք հնչեր։ Այսինքն երևի ես շատ միամիտի տպավորություն եմ թողել։ Ես մի բան ապշես։ Բայց չեմ ուզենա, իրենք երևի կմտածեն, որ ես շատ վիրավորված եմ, բայց իմ քայլերը այդ վիրավորանքով չի պայմանավորված։ Եկեղեցում ընդունված է սրա նրա դեմ հոդվածներ պատվիրել։ Այո, շատ ընդունված է։ Ցավոք սրտի այդ մշակույթն է։ Բացեք հիմա Ռուսաստանի կայքը, տեսեք իմ դեմ քանի բան է գրված։ Իմ եղբոր մեկը գրել է, որ մենք գենետիկ դավաճաններ ենք։ Ում եմ դավաճանել։ Պետություն եմ դավաճանել, եկեղեցի եմ դավաճանել։ Ռուսաստանի կայքում ես մի հետաքրքիր բան գտա, թեմի հոգևորականները երթվել են հլու հնազանդ լինել մայր ատորին։ Ինչ ասեմ։ Դուք տես ինստիտուտ ունեք, որ գալիս եք եւ բոլորով երթվում եք հլու հնազանդ եւ իշխանությունների հետ չհամագործակցել, որ դուք գախնի գործակների մեջ չմտնեք։ Տեսեք, իրենք ինչ ասես անում են, ինչ ասես խոսում են, ումը ասես պատվեր են տալիս, էլ քահանաներ, որ լրիվ հակականոնական է, կանոնից են խոսում, բայց ամենահակականոնական բանն է, որ մի քահանա կապ չունի որտեղ է ծառայում մայրաթորում, իմ թեմում կամ ուրիշ թեմում կապ չունի, քահանան իրավունք չունի եպիսկոպոսին բան քննադատական խոսք ասելու, ել չեմ ասում մեղադրելու դավաճանության մեջ։ Եպիսկոպոսը պիտի նամակ գրի, եթե այդպիսի բան կա։ Սա լրիվ հակականոնական է։ Ուրեմն հակառակ էս ամեն ինչի էս որ ամբողջ իրենց հասանելի ռեսուրսը, ել ընդդիմադիր մամուլ, ել չգիտեմ ընդդիմություն, ել այո, այսպես քահանաներ մի քանի հակառակ սրա որ այս ամեն ինչ այս բոլոր ամբողջ ռեսուրսը օգտագործում են մեր դեմ մեզ փնովելու համար, մեր կողմից ոչ մի բան չի հնչել։ Զուտ բանավոր ես եմ մի քանի անգամ այսպես խոսել, այս վերջերս 2 անգամ եմ խոսել, սա երրորդն է, ու ասել եմ որ դա ինձ բնավ չի հիշեցնում հոգևոր ասպարեզը, այն լեզուն, ոճը, այն մոտեցումները, այսինքն ոնց կարելի է 10 եպիսկոպոսի նկար դնել ու գրել դավաճաններ ու դնել թեմի կայքում։ Մոսկվայի թեմի։ Հա, այսինքն դե աղբորը օգնում է։ Ում ենք դավաճանել։ Աղբորը։ Ինչ հարցում։ Որ հարցում։ Արշակ Սրբազանի։ Որ չենք կիսում այս ընթացքը, հա, որ ասում ենք սա կործանարար է։ Կործանարար ընթացք է, որ եկեսի պիտի դուրս գա քաղաքականությունից, հա։ Դրա համար մենք դավաճանենք։ Ես մի բան չեմ հասկանում։ Ոնց են ձեզ ասում գնացեք միտինգի։ Եթե երբ որ հիմնարկ ալնում, հələ ես հասկանում հիմնարկի պետը ասում է գնացեք, ձեզ ոնց են ասում։ Ես չգիտեմ։ Ես այդ հարցը տվել եմ ուղիղ վեհապարին ասել եմ հնարավոր չի, որ մենք որևէ թևի հետ չնույնականանանք, պետք է խոսենք, հա, խոսենք։ Հա, ինչ է պետք գնալ մեռնել, էդ էլ անենք։ Հնարավոր չի, որ մենք ոչ մեկի հետ չասոցացվենք։ Մենք մեզանով։ Շնորհակալություն։ Մեր հյուրը Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր, Սելիոս դիտողներ մարտիրոսներին, որոնք որ շատ դրական ազդեցություն ունեն եւ ունենում են մեր կյանքի վրա, շարունակեք առողջ այդ լրատվական աշխատանքները։ Շնորհակալություն։ Ես կուզեի մինչև հարցադրույցին անցնելը 1-2 խոսքով ներկայանալ։ Ես Վազգեն arczepiskopos Միրզախանյանն եմ, ինչպես նշեցիք, հոգևոր ճեմարան ավարտելուց հետո ձեռնադրվել եմ կուսակրոն հոգևորական, եղել եմ Վազգեն վեհապարի գավազանակիրը եւ թե Վազգեն առաջինը եւ թե Գարեգին առաջինը իմ կյանքում ունեցել են մեծագույն դերակատարություն։ Նրանց շրջանին ես հիմնել եմ քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ուսուցիչներ ենք վերապատրաստել Կիրակնորիա դպրոցների համար
եւ Արցախի հոգեվոր կրոնական դասընթացները սկսվել է 1997 թվականից այդ աշխատանքների արդյունքում եւ արդեն 2005 թվականին, երբ որ հայկայացու պատմություն առարկան մտավ դպրոց, այդ աշխատանքների արդյունքներ։ Հետագա շրջանին եղել են Վրաստանի հայոց թեմի 17 տարվա առաջնորդը, Պապկեն Վարդապետ Սալբյանի հետ միասին հիմնել ենք Սամթխե Ջավախքի փոխառաջնորդությունը։ Լավագույն աշխատանքներից ես համարում եմ Թբիլիսի Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Գևորգ եկեղեցիների վերանորոգումն ու վերականգնումը եւ կարեւորներից նաեւ Հովհաննես Թումանյանի տան վերադարձը։ Ապա վերադարձել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, եղել եմ հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն եւ այս տարվա մարտի 31-ից նշանակվել եմ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ Այսքանը մեր մասին։ Խոսենք հիմա եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, ձեր եպիսկոպոսների մասնակցությամբ հայտարարությունները մեծ այսպես աղմուկ առաջացրեցին, մասնավորապես այն վերջի հայտարարությունը, որով դուք պահանջում եք կաթողիկոսի հրաժարականը, նաև ավելի խորքային խնդիր եք բարձրաձայնել, որ եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտը գուցե չլիներ, եթե արդար եւ առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունը։ Այս մասին կարծեք թե հասարակությունը խոսում էր ինչ-որ նեղ զրույցներ, կուլիսային զրույցներ, բայց եկեղեցականների մակարդակով այն էլ էսպիսի բարձրաստիճան եկեղեցականների չէր եղել երբևէ։ Խնդրեմ այս մասով ասեք, հա։ Խնդիրը բարձրացված է, որովհետև հասարակությունը մշտապես հոկտեմբերի 27-ը բացասաբար է հիշում այդ արյունալի օրը, որին հենց սկզբից դիտարկեցին բացասական։ Կաթողիկոսի մուտքը դեպի Էջմիածին եղավ Հայաստանի պետական ավականու լավագույն ներկայացուցիչների գնդակահարությամբ եւ ահաբեկչությամբ։ Հետագա տարիները ցույց տվեցին, որ Գարեգին II կաթողիկոսը իր գործունեությամբ, իր աշխատանքներով ցավոք քիչ ունկնդիր եղավ շատ եպիսկոպոսների, վարդապետների եւ ահավասիկ հասավ այս ժամանակները։ Ես երբեք իրանձի դեմ անհատաբեր, անձնապես վիրավորական խոսքեր չեմ ասել եւ չեմ ասի, երբեք հակակաթողիկոսական չեմ եղել եւ չեմ լինի, բայց կարող եմ մեր սրբազանների հետ միասին բարձրաձայնել այն խնդիրները, որոնք մեզ մղել են, որ մենք ստիպված ենք արդեն մեր ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջը դնել։ Դրանց մեջ կարող ենք առանձնացնել այն, որ վերջին տարիներին մեր եկեղեցին ուղղակի ամբողջությամբ ներգրավեց, ներքաշվեց Հայաստանի ներքին քաղաքական դաշտ, մանավանդ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի կողմը բռնելով, ավելի ուշ արդեն տարբեր քաղաքական շարժումների ժամանակ մեր հոգեորականության մասնակցությամբ։ Իմիջիայլոց Էջմիածնում միշտ փորձում են բացատրել դա, որ հոգեորականները ներկա էին, որպեսզի բախում չլիներ։ Ես դա կարող եմ ընդունել 2018 թվականին, երբ որ այո կար մեծ բախման վտանգ, հոգեորականների ներկայությունը ամբողջությամբ արդարացված էր, բայց ավելի ուշ բախման ոչինչ չկար, ցավոք մինչև 2024 թվականին, երբ Էջմիածնից արտոնվեց Բագրատ arczepiskopos-ի այդ քաղաքական գործունեությունը, որը սկսվեց խաղաղ շարժումով, բայց ընթացքը տեսանք ինչպիսի բախումներ եղան ոստիկանության շենքի մոտ, ներքին գործերի նախարարության, ազգային մեր խորհրդարանի ուրեմն մոտ, որը վիրավորներ առաջացրեց եւ նմանատիպ շատ բաներ։ Սա այլևս երևի այն բաժակն էր, որով որ լցվեց մեր բոլորի մտահոգությունը։ Իհարկե այդ ամբողջի մեջ կա նաև ոչ արդար կարգալուծությունների հարցը, որ տեղի ունեցավ տարբեր ժամանակներում 100-ից ավել հոգևորականներ կարգալուծ են եղել։ Ես չեմ ասի, որ այնտեղ կային այնպիսիները, որ չարժեր, ոչ, եղել են մարդիկ, որոնց որ այդ կարգալուծությունը իրոք որ տեղին է եղել, բայց եղել է նաև անարդար։ Մենք որպես բարձրաստիճան հոգևորականներ մենք ենթարկվում ենք այն բոլոր կանոններին, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը որոշումները կայացնում է, բայց այդ որոշումները, օրինակ կարգալուծության վերջին շրջանին Տեր Արամի կամ այսօր նաև Տեր Թադեի, մենք դա համարում ենք ոչ արդարացի,
կանոնականը ընդունում ենք, քանի որ մենք ենթակա ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններ ենք, բայց արդար չի, որովհետև մեր կյանքում եղել են կան մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր արժանի էին կարգալուծության շատ ավելի վաղուց, բայց նրանք կան եւ մնում են շարունակել իրենց հոգեվոր ծառայությունը, բայց մեծ շատ եղբայրներ ուրեմն մնում են դուրս։ Բացի դա, մենք մտավախություն ունենք եւ մտահոգություն ունենք, որ մեր եկեղեցին ոչ միայն Էջմիածնից է կառավարվում, այլ ուրիշ վայրերից եւ օտար ազդեցություն կա այստեղ, արտաքին հետքը կա մեր եկեղեցու կառավարման, նրա որոշումների կայացման մեջ եւ այդ մտահոգությունները նույնպես մենք բարձրաձայնում ենք, որովհետեւ մենք ապրում ենք Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունը մեր միակ պետությունն ու պետականությունն է եւ մենք պիտի նրա կողքին կանգնենք եւ հայոց եկեղեցին դա Հայաստանի եկեղեցին է, հայ ժողովրդի եկեղեցին է եւ պիտի ծառայի միմիայն հայ ժողովրդի եւ հայ հավատացյալների շահերին։ Այդ ձեր վերջին հայտարարությունից հետո մասնավորապես որևէ խոսակցություն հանդիպում ունեցել եք Գարեգին Բ-ի հետ կամ այլ բարձրաստիճան հոգևորականների հետ, որոնք ձեզ չեն միացել։ Այլ հոգևորականների հետ իհարկե ունեցել ենք տարբեր մակարդակի զրույցներ, ինչպես եպիսկոպոսների, այնպես էլ վարդապետ քահանա սարկավագների հետ։ Ինչ վերաբերում է Մայրաթորին, մենք հրավիրված ենք որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, որ տեղի ունեցավ օրեր առաջ, բայց մենք հարմար չնկատեցինք, որովհետև հերթական Գերագույն հոգևոր խորհրդի նիստը պիտի լիներ, որտեղ պիտի խոսեին տարբեր բաներ, վերջում ավարտեինք անարդյունք, ինչպես որ եղել է տարբեր ժամանակներ։ Կարող են մեզ ասել, բա ինչու նախկինում այդ ձայնը չէիք բարձրացնում։ Սիրելի հերոստա տեսության այս դիտորդներին ես ցանկանում եմ տեղյակ պայել, որ մենք շատ ենք ներսում խոսել այս հարցերի մասին։ Օրինակ, երբ որ մեր Գերագույն հոգևոր խորհրդի կամ տարբեր ժողովներին գալիս է արցախցիներին վերաբերող հարց, որ այդքան հիմա ասվում է, մենք մեր ներսում սկսում ենք ժպտալ, որովհետև գիտենք, պիտի գան մասնագետներ խոսեն, հարցեր բարձրացնեն, բայց ոչ մի հարցի լուծում այդպես էլ չկա։ Հաղորդումների ժամանակ տրվում է, որ ահա Արցախի պատմամշակութային ժառանգություն, Արցախի հարց, կարմիր գծեր Արցախի հետ կապված, երբ որ դեռ Արցախի պատերազմը չկար եւ Արցախահայությունը դուրս չէր եկել, բայց ինչ ոչ մի օգնություն, ոչ մի ռեալ տեսանելի շարժ, խոսք որքան ուզենք։ Երեք Պետրոս Ղազարյանի հյուրը ձեր գործընկերն էր, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը։ Արշակ Խաչատրյանի տեսանյութերի մասին դե արդեն շատ է քննարկվել, այդ ամեն ինչից հետո կարելի ասել սրվեց եկեղեցու շուրջ զարգացումները։ Գևորգ Սրբազանը հայտնեց, որ ինքը անձամբ խոսել է Արշակ Սրբազանի հետ եւ ասել է, որ ամեն դեպքում պետք է դու հեռանաս եւ ասել, որ նա համաձայնել էր սկզբում։ Սակայն ինչպես նկատեցինք, ասուլիսի ժամանակ նա ամենևին միտք չունի հեռանալու եւ դեռ մի բան էլ ասաց, որ կաթողիկոսն էլ չի հեռանալու։ Արշակ Սրբազանը իմ աշակերտն է եղել, երբ որ ես դասավանդել եմ հոգևոր ճեմարանում 90-ականներին, հետագա շրջանում մենք բավական լավ մտերիմ ընկերներ ու բարեկամներ ենք եղել։ Եվ ինքս էլ բազմաթիվ անգամներ այս իրավիճակում հորդորել եմ իրեն, որպեսզի միայնակ չլինի, որտեղ մարդը կարող է ծանր հոգեբանական վիճակներում ինչ էլ որ եղած լինի, եւ աջակցության, հոգեբանական աջակցության կարեկցանքի հարց կա։ Բայց Սրբազանը այդպես էլ իր ընկերներին, մտերիմներին ցավով եմ նշում, չլսեց։ Եվ այդ հանձնախումբը, որի մեջ ինքս էլ էի, ստիպված էինք մենք նամակով դիմելու ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելու որ արժամայն ինքը մի կողմ քաշվի։ Այո, այդ պրակտիկան մեր եկեղեցում չի եղել վերջին տասնամյակներում, բայց աշխարհի քրիստոնեական եկեղեցիներում եղել են եւ կան, որովհետեւ տարբեր բարձրաստիճան հոգեվորականներ իրենց թեմից ներս, իրենց անձնական կյանքում ունեցել են խնդիրներ եւ մինչեւ այդ խնդիրների
լուծումը, իրենք ոչ թե կարգալույծ են եղել կամ փիլոնազուրկ են եղել, ուղղակի կամավոր թողել են դուրս են եկել մինչև հարցի լուծումը։ Բայց այստեղ մենք ցավոք դա չտեսանք եւ շատ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, վարդապետներ ամենայն հայոց կաթողիկոսի հետ այս հարցը խոսեցին, որովհետեւ լուծում չեղավ։ Դրա համար արդեն մեր սրբազաններով ստիպված էինք այս խնդրի մասին բարձրաձայնել, որովհետև հասարակությունը բավական անհանգստացած էր, սա վնասում էր եւ կաթողիկոսին, եւ Արշակ սրբազանին, եւ ամբողջ եկեղեցուն։ Ես հուսով եմ, որ վերջապես գուցե այդ ձայնը լսելի կլինի եւ հարցը կունենա դրական լուծում։ Խոսենք նաև թիրախավորումների մասին, թեև ձեզ ավելի վաղուց էին սկսել թիրախավորել, երբ ապրիլի վերջին վարչապետը Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցում ձեզ հետ հանդիպեց, դուք էլ խոսեցիք, ողջունեցիք խաղաղության օրակարգը։ Հիմա էլ այս հայտարարությունից հետո մասնավորապես ցիտեմ Արշակ սրբազանի խոսքերը, նա ասել էր, որ այն եպիսկոպոսները, որոնք միացել են վարչապետին, դավաճանել են իրենց ապրած կյանքն ու սրբազանին, ինչպես կմեկնաբանեք սա։ Ցանկանում եմ ասել, որ ինձ շատ կոչել են վերջին տարիներին Նիկոլական, բայց ես Նիկոլ Փաշինյանի ընտրություններին չեմ մասնակցել։ Ես հարգել եմ իրեն, իր գործունեությունը այսօր էլ 2026 թվականին կունենամ իմ որոշումը անշուշտ այդ հարցով, բայց ես եղել եմ եւ կամ միշտ պետականամետ կենտրոնով։ Իմ պապերը Պարսկաստանից են եկել 1946 թվականին, ու մեր պապերի ժողովրդից ոչ ոք Հայաստանը չի լքել։ Մենք այս երկրի հիմնադիրներից ենք։ Նշանակում է մեզ համար ոչ թե պետության գործիչն է, այլ պետությունը։ Մենք այդպես ենք եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Ով մեր երկրի իշխանավորն է, մեր պետության հոգսերը տանողը, մենք նրա կողքին ենք։ Իսկ այս հարցում ոչ թե մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք, այլ Նիկոլ Փաշինյանն է մեր կողքին, որովհետև ինքը հավատացյալ է եւ մենք իրեն մոտ գնացինք, հանդիպեցինք մեկ կարևոր նպատակով, որ վերջին ամիսներին մենք դիմում էինք ամենայն հայոց կաթողիկոսին խնդրելով իր արտոնությունը, որ պաշտոնապես գնանք, հանդիպենք վարչապետին եւ իմանանք ինչ է կատարվում, որ այս ամբողջի դեմը կարողանանք առնել վերջապես պետություն, եկեղեցի միասին պիտի լինեն եւ ոչ թե հակադիր, ուրեմն կողմերում։ Եվ մենք կարողացանք գնալ, հանդիպեցինք եւ մենք տեսանք հանձին վարչապետի ոչ միայն որպես երկրի ղեկավարի, այլ նաեւ հավատացյալ մարդու, ով ընկալում է պատարագը, հասկանում է պատարագը, կրոնական խորհուրդները եւ հասկանում է հոգեվոր կյանքի արժեքը, սուրբ գիրքը, եւ մենք իրեն հետ կարողացանք զրուցել նաեւ եկեղեցու շուրջ, տիրող իրավիճակի շուրջ եւ փորձեցինք գտնել նաեւ այս ամբողջից ելքել։ Եվ օգտվելով առիթից ասեմ, որ պարոն վարչապետը փոխանցեց, որ ինքը կարող է ընդունել ամենայն հայոց կաթողիկոսին եւ պայմանավորվել նրա հետ իր հանգիստ խաղաղ հանգստի կոչվելու պայմանների եւ դրանց վերաբերող հարցերի շուրջ։ Եվ ես կարծում եմ, վեհապար հայրապետը պետք է օգտվի այս վիճակից եւ կարողանա քայլեր անել։ Դիմադրելը արդյունք չունի, որովհետև նույնիսկ այսօր մեր 10 եպիսկոպոս արքեպիսկոպոսների կարգալույծ անեն, հեռացնեն եկեղեցուց, ինչ քայլեր ցանկանում են թող անեն, բայց միևնույն է, բան չի փոխվելու։ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավոք չի կարողանում եւ չի կարող ամենայն հայոց կաթողիկոսի գործառույթները իրականացնել, որովհետեւ դրանք հրամանների կամ ֆինանսական հարցերի լուծումները չեն կամ կադրային հարցերը, դրանք առաջին հերթին կաթողիկոսի համայնքներ գնալն է, ժողովրդի հետ հանդիպելը, նրանց սուրբ գիրքը, մեր սրբազան ավանդությունները փոխանցելը, մեր հասարակության միջից լարվածությունը, միմյանց նկատմամբ վատ տրամադրությունները հանելը, լույսը պիտի բերի, ջերմությունը պիտի բերի, որպեսզի բոլոր այդ հոգևոր կյանքը ապրեն եւ զգան երջանիկ։ Եթե սա չկա, ուրեմն նշանակում է դու ընդհանրապես դառնում ես էջմիածնում նստած մեկը, որ ընդհանրապես էջմիածնի վերաբերող որոշակի գործառույթներ իրականացնում, բայց ոչ ամենայն հայոց կաթողիկոսի։
Երեք Գևորգ Սրբազանը այսպիսի մի բան ասաց, որ այս կոմպրոմատների պատերազմը գեներացվում է Մայրաթորի կողմից եւ Մայրաթորի համար աշխատում է ֆեյքերի մի հսկա բանակ։ Դուք տեղեկություն ունեք այսպես։ Ես ինչպես Գևորգ Սրբազանը ինքս էլ եւ մեզանից շատերը այդ ֆեյքերի եւ այդ հայտարարությունների զոհերն ենք եւ ցավոք այդ խոսակցությունը կա, որ այո, շատ բաներ Մայրաթորի որոշ պաշտոնյաների կողմից է այդ ամբողջը կատարվում, որովհետև այն լրագրողները, որոնք համագործակցում են Մայրաթորի որոշ կարևոր պաշտոնյաների հետ, նրանք թիրախավորում են մեզ մեղադրելով անձնական եւ անանձնականի մեջ։ Մենք խոսեցինք անանձնականի մասին, որ մեզ փորձում են որպես դավաճան ներկայացնել, որպես հերձվածող ներկայացնել, որպես անհնազանդ ներկայացնել, այս ամբողջ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Մենք Սուրբ Էջմիածնի նվիրյալ զինվորներից ենք, մենք հնազանդ ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, ամենայն հայոց կաթողիկոսությանը, բայց ամենայն հայոց կաթողիկոսի կատարած մի քանի ազգին ու եկեղեցուն վերաբերող կարևոր հարցերի նկատմամբ մենք ունենք շատ լուրջ վերապահում եւ դրա համար էլ բարձրացրել ենք այդ հարցը։ Մնացածը ինչ վերաբերում է Վրաստանում իմ ծառայության շրջանին, ֆինանսատնտեսական զեղծարություններին, այդ հարցերի համար ժամանակին մարդիկ են եկել Էջմիածնից, իրենք իրենց աչքով են տեսնել այդ բամփասանքները, փորձում են ինձ կապել 1-2 քահանաների ընտանիքների հետ, որոնք խնդիրներ են ունեցել, որոնք մեր հետ բացարձակ կապ չունեն, այդ քահանաների, որոնց անունները երբեմն հնչեցնում են, նրանք իմ շատ լավ հոգևոր եղբայրներն ու բարեկամներն են, որոնց հետ մենք հրաշալի հարաբերություններ ունենք եւ հորդորում եմ մարդկանց եւ մանավանդ որոշ լրատվական միջոցներին, որ ուշադիր լինեն իրենց այդ մեղադրանքների մեջ կամ մյուսը, երբ արդեն ոչ մի մեղք չի մնում մեր վրա բարթելու, կին երեխայի արդեն մեղքը այս ամբողջի մեջ արդեն կա։ Այս իրողությունների հետ կապված մանավանդ կուսակրոնության խնդիրները, ինչպես որ երեք Գևորգ Սրբազանը բարձրացրեց, նույնը մենք ենք բարձրացնում, որովհետև սա 100-ամյակների հարց է։ Մեր եկեղեցին խոցելի է այս հարցով։ Պիտի մենք մի օր ազգովի եւ պիտի կոչ անեմ մեր հասարակության լայն շրջանակներին, ինձ համար ամենայն անկեղծությամբ չկա դիմության կամ անդիմության հարց։ Բոլորը մեր հոգևոր զավակներն են, շատ-շատերը տարբեր բարիկադներում իմ լավ ընկերներն ու բարեկամներն են, որոնց ես շարունակում եմ շատ հարգել եւ սիրել, որովհետեւ նրանց մեջ շատ-շատերը մեր պետության, մեր ժողովրդի համար շատ մեծ գործեր են արել, կարող է այսօր իրենք տարբեր բարեկադների կողմերում են, բայց միևնույն է այդ սերն ունենք։ Ես կոչ եմ անում, որպեսզի եկեղեցու առջև բարձրացած հարցերը չդարձնեն քաղաքական, ներքաղաքական, արտաքին խնդիրների լուծման առիթ, այլ ճիշտ հակառակը օգնեն, միասին կարողանանք մեր եկեղեցին վերադարձնել իր ազգային ուղու մեջ, շեղում կա, պիտի եկեղեցին վերադառնա իր առաքելության ուղու մեջ, որպեսզի բոլորի նկատմամբ եկեղեցին կարողանա հասցնի խնամք տանել, հոգևոր խնամք։ Մենք ինչ գործ ունենք կուսակցական հարցերով, մենք ինչ կապ ունենք հրաժարականների հորդորներ կամ պահանջներ տալու, դրանք մեր խնդիրը չի։ Կարող ենք մենք ձայն բարձրացնել, եթե խնդիր կա ազգին, պետությանը վտանգող, բայց դրանք չպիտի լինեն վիրավորական խոսքեր, անձնական վիրավորանքներ։ Եվ ես օգտվելով առիթից ցանկանում եմ այստեղ մեր շատ հոգևորականների անունից, ովքեր որ իրենց փոխարեն, ովքեր որ շատ գործիչների, պետական, հասարակական վիրավորանքներ են հասցրել տարբեր կերպերով ներողություն խնդրել, որովհետև մեր կոչումը դա չի, մեր կոչումը սեր, խաղաղություն եւ հաշտություն բերելն է։ Եվ ես կոչ եմ անում մեր բոլոր հոգևոր եղբայրներին, չմոռանանք, որ այս ամբողջը անցնելու է այսօր, վաղը, ամիսներ հետո, տարի հետո, բայց մենք բոլորս կարողանանք չամաչել միմյանց առջև կանգնել նայելով։ Մենք այսօր այս հարցերը բարձրացրել ենք բոլորի անունից,
եւ այսքանը։ Խոսենք նաեւ Բագրատ Գազստանյանի եւ Միքայել Աջապահյանի կարելի ասել քաղաքականություն մտնելու մասին։ Ես ուզում եմ հասկանալ սկզբում, երբ որ նա այդ քայլերը անում էր, դուք ինչ դիրքորոշում եք ունեցել եւ առհասարակ մեծամասնությունը եպիսկոպոս։ Եվ ես եւ մեր շատ հոգեվորականներ չեն ողջունել այդ քայլերը, ինչպես Բագրատ Սրբազանի, այնպես էլ Միքայել Սրբազանի հայտարարությունները, որ նա անում էր։ Շատ ենք ափսոսում այս իրավիճակի համար։ Նրանք մեր լավ եղբայրներն են եղել։ Նրանք շատ հայրենասեր մարդիկ են եղել։ Արցախի համար շատ չարչարվող, տանջվող, մտահոգվող, եւ նրանք այսօր մեր եկեղեցու լավագույն առաջնորդներից կարող էին շարունակական լինել, եթե չգայթակղեին իրենց որոշ գործիչներ եւ մայրաթորի որոշ գործիչներ նույնպես եկեղեցական եւ ցավոք, եթե ամենայն հայոց կաթողիկոսը չարտոներ, որ նրանք այդ հայտարարություններն անեին կամ մտնեին քաղաքականության մեջ։ Որքան էլ որ մայրաթորը հերքում է, որ քաղաքականություն չկա, բայց միևնույն է այդ գործողություններն ու գործառույթները քաղաքական են։ Ես ափսոսում եմ, որ սա կա եւ հուսամ, որ մեր եղբայրները կգիտակցեն այս ամբողջը եւ մի օր իրենց կտեսնենք ազատության մեջ այլ հանգամանքներով։ Մենք դեմ չենք, որ կրկնում եմ, եթե կան սխալներ, դրանք բարձրաձայնվեն, բայց դրանք պիտի արվեն հոգևոր, եկեղեցական այդ մթնոլորտում եւ դրա մեջ ոչ ոքի չվիրավորելով, որովհետև մենք բոլորս նույն ազգի եւ նույն եկեղեցու զավակներն ենք, կարող ենք մի օր սայթակել, կարող ենք մի օր շփոթել, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս երբ եկավ, ասաց. ես չեմ եկել մեղավորի մահը տեսնելու եւ կորուստը, ես եկել եմ, որպեսզի մեղավորներին փրկեմ, մեր առաքելությունն է դա։ Մեզ երբեմն մեղադրում են ասելով դուք հազար հատ մեղքեր ունեք այդ 10 եպիսկոպոսներով, արքեպիսկոպոսներով, դուք ինչ եք եկել, ինչ եք պահանջում, կարող է եւ մենք այո մեղքեր ունենք եւ շատ մեղքեր ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք չենք գիտակցում դա։ Գուցե մեր ամենամեծ մեղքն եղել է այն, որ մենք երկար տարիներով հանդուրժել ենք այս ամբողջը, եկեղեցու ներսում ենք փորձել, մեր ժողովների միջոցով ենք փորձել հարցերը լուծել, չենք բարձրաձայնել։ Այո, մենք դրա համար շատ մեղավոր ենք, բայց այսօր տեսնում ենք պատասխանատվության գիտակցություն եւս առավել, դրա համար այս հարցերը բարձրացրել ենք։ Մենք դիմում ենք մեր հասարակությանը, որպեսզի մեր հասարակության հետ միասին երկխոսության միջոցով հարցը լուծենք։ Գիտեք, ես ցավով պիտի նշեմ, որ մանավանդ Հայաստանում մեր հայ հասարակությունը, մեր հայ հավատացյալները ոչ մի մասնակցություն չունեն եկեղեցու կյանքի մեջ։ Սփյուռքում ունեն։ Սփյուռքի քահանան, Սփյուռքի առաջնորդը առանց իր ժողովրդի հետ որևէ մի բան ճշտելու ոչ մի քայլ չի կատարում, ոչինչ։ Բայց Հայաստանում ոչ մի տեղ ոչ մեկ չի հարցնում ժողովրդին եւ ով ինչպես ուզում այդպես անում է։ Եվ արհամարված է մեր հավատացյալ ժողովուրդը Հայաստանում։ Մեր ժողովրդի հավատացյալ ժողովրդի ձայնը չի լսվում։ Բայց այդ ժողովուրդը իհարկե իր բողոքի ակցիան լուր է անում։ Ինչպես ես դա էլ ասեմ։ Երբ անցնող տարի այս Սուրբ Էջմիածնի տոնին, որ կազմակերպված պիտի տարբեր տեղերից հազարավոր մտածում էին տասնյակ հազարավոր մարդիկ պիտի գան, չեկան։ Հազիվ մի 2000 կամ 3000 մարդ կար Էջմիածնում, որ շատ մեծ ցավ եմ ապրում։ Կամ երբ Միքայել Աջապահյանին պիտի եկել էին կալանավորելու, որի համար իրոք շատ ափսոսում եմ, մեկ անգամ եւս պիտի ասեմ, Էջմիածնի զանգերը ղողանջեցին, Էջմիածին քաղաքից, Վաղարշապատ քաղաքից երևի չգիտեմ մի քանի 100 մարդ եկավ, չեկավ։ Եվ այսպես մենք ուր ենք գնալու։ Մենք այսօր էլ տեսնում ենք Մայր տաճարը շատ անգամ կիսադատարկ է լինում։ Վարչապետը որտեղ գնում է պատարագի, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են լինում, բայց Էջմիածնում, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրն է, մենք տեսնում ենք, որ ցավոք շատ քիչ մարդիկ կան։ Սա դրա ցուցանիշն է։
Եթե նաև հաշվի առնենք, որ որքան էլ Բագրատ Գալստանյանը համարվում էր սառեցված սրբազան, այդուհանդերձ այն ձայնագրությունները, որին մենք ականատես եղանք, անսպասելի էր, հա, որ հոգևորականի կողմից կներեք իր արտահայտությունները, որը մենք լսել ենք, պատերի տակ գյուլելու, ավտոբուսներ վառելու, չգիտեմ, ճանապարհներին խոտերի տուկեր վառելու եւ այլնի մասին։ Այսա մտահոգություն չկա, որ դա հեղինակազրկում է եկեղեցուն։ Իհարկե, դա ամբողջը հեղինակազրկում է։ Եվ եթե վաղը մյուս օր դատարանը ամբողջությամբ ապացուցի այդ խոսքերի իսկությունը եւ նրանց այդ մտադրությունը, ուղղակի սա մեծ վիշտ ու ցավ կարող է լինել եւ եկեղեցու եւ թարապես հավատացյալների համար, ուստի պիտի երևի սպասենք դատարանի վերջնական որոշմանը, որպեսզի կարողանանք մեր վերջնական եզրակացությունը անել։ Ես արդեն այդ մասին խոսեցի։ Եվ ինչ հնարավոր զարգացումներ եք տեսնում, ինչ հանգուցալուծում եք տեսնում այս ամենին, հա։ Այս ամենի հանգուցալուծումը տեսնում ենք ամենայն հայոց կաթողիկոսի խաղաղ հանգստի կոչվելը, պահելով իր ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը։ Ճիշտ այնպես, ինչպես որ տարիներ առաջ Հռոմի Բենեդիկտոս Պապը որոշում կայացրեց առանձնանալ մի վանքում, որտեղ ինքը մնաց որպես Հռոմի Պապ, ընտրվեց Հռոմի Պապ նոր Ֆրանցիսկոսը եւ նրա մահից հետո Բենեդիկտոս Պապը հուղարկավորվեց Վատիկանում նույն պապական բոլոր ատրիբուտներով։ Մենք կողմ ենք, որ այսօրվա ամենայն հայոց գարեգին երկրորդը խաղաղությամբ, պատվով, գնահանգստի տեղի ունենա տեղապահի ընտրություն, որին կհետևի ամենայն հայոց նոր կաթողիկոսի ընտրություն եւ այդ ընտրություններն էլ պիտի կատարվեն մեր եկեղեցու կարգի, կանոնի համաձայն, պետական ոչ միջամտություններով, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ այդ միջամտությունները շատ անգամ բացասական հետք են թողնում այդ ամբողջի մեջ, որպեսզի եկեղեցականությունը կարողանա հավաքվել եւ իր նոր հոգեվոր պետի ընտրությունը կազմակերպել։ Եվ նաև հայտարարվեց, որ դեկտեմբերի 11-ին եւ 12-ին եպիսկոպոսատ ժողով է հրավիրվում, ինչ սպասելիքներ, ինչ ակնկալիքներ ունեք այդ ժողովից։ Դժվարանում եմ ասել ինչ ակնկալիքներ, բայց պատկերացնում եմ, որովհետեւ այդ եպիսկոպոսական ժողովը կարող է կոչված լինել, որպեսզի մեր 10 եպիսկոպոսների այս քայլը դատապարտվի, որոշ ուրիշ սխալ ընթացքներ ունենա, եթե մեր եպիսկոպոսները, մեր հոգևոր եղբայրները ավելի արթուն չդատեն։ Նրանցից շատերը շփոթության մեջ են, մտածում են, որ այս ամբողջը Հայաստանի վարչապետն է նախաձեռնել եւ մենք էլ պետության եւ իշխանությունների այդ քայլերի հետևանքով ենք այս ամբողջը կատարում։ Ամբողջությամբ սխալ մոտեցում է, որովհետև սա մենք արել ենք ամեն ինչից դուրս, եթե վարչապետը իր դիրքորոշումը նույնիսկ փոխի եւ փոխեր, մենք մնալու ենք այդ մեր կոչման մեջ։ Այնպես որ սիրելի հոգևոր եղբայրներ, այստեղ խնդիրը ոչ թե գործող իշխանության բարեհաճության ցանկության հարցն է, այլ սա մեր հարցն է։ Մենք երբ որ հոգևոր եղբայրներով նստում ենք միասին, զրուցում ենք եւ շատ անգամ շատ դժգոհություններ ենք լսել, մենք այդ դժգոհությունները ձեր փոխարեն բարձրաձայնել ենք։ Ժամանակն է, որ դուք նույնպես միանաք մեզ, բարձրաձայնենք մեզ անհանգստացնող այն բոլոր խնդիրները, որ տարիներով կուտակվել են եւ լուծում ստանան ու կարողանանք մեր եկեղեցին վերադարձնել հայ ժողովրդին, Հայաստանին, մեր հավատացյալներին, որպեսզի մեր հավատացյալները այստեղ ունենան շատ մեծ ներդրում։ Նաեւ ցանկանում եմ կոչ անել մեր լրագրողական աշխարհին, սիրելի լրագրողներ, իմ օրդորն է ձեզ խաղաղության մեջ մնացեք, այս օրերին մի փոխեք ձեր կոչումը եւ ընդհանրապես եղեք ավելի խաղաղ եւ հանգիստ եւ ձեր արդարադատ մոտեցումները դրսևորեք, ոչ թե կողմնակալ։ Մենք այստեղ կողմ չունենք, մենք կուսակցական չենք։ Հին հայերենով գրափարով կույս նշանակում է կողմ, դրա համար կոչվում է կուսակցություն, այսինքն կողմ։ Մենք ոչ մեկ բանի կողմ չենք, մենք կողմ ենք մեր հայրերի Աստծուն, մեր Տեր Հիսուս